Տեղյակ եք, որ վերջերս Վաշինգտոնում նախաստորագրվել է մի փաստաթուղթ իբր Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության նպատակների մասին։ Այդ փաստաթղթի վկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Փաշինյանը, սակայն, ներկայացնում է նրան որպես երաշխավոր։ Ինչ եք կարծում, Թրամփը կարող է երաշխավոր լինել մեր և ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին։ Չնայած նրա, որ Թրամփը կարծես արդեն մոռացել է, որ երկրներն էին Հայաստանը մեկ Ալբանիայի կոչում, Փաշինյանի անունն էլ մոռանում է, ասում է մյուս տղան։ Լուրջ է արդյոք այս ամենը։ Ուրեմն լուրջ չգիտես ոնց է, եթե պատերազմը չլինի, լուրջ է, էլի, եթե չլինի։ Ոնց նա կարող է մեզ մարդ կամ մտածի հոգատար լի, որ ինքը կամ հերո, նա մոչև կիկա ոտնատակտված կլեն Հայաստանը։ Պարտականությունը անում է։ Վկա էր, իմ կարծիքով վկա էր։ Միգուցե վկա էլ չլիներ, հենց լներ, չգիտեմ էլի։ Любой մարդ է մեղք ունի։ Սխալն ես։ Ոչ մեկն էլ 100%-անով չի։ Շփոթվում են եսի մի բան անանով вообще։ Ես քաղաքական վերլուծաբան չեմ, կներեք որ տենց եմ ասում, բայց բոլոր դեպքերում ես իմ աշխարհը էլի։ Հիմա ոչ մեկին է չենք հավատում։ Տրամպը ծեր մարդ է։ Այսօր 80 անց մարդ է, նա ինչ ծրագիր պետք է առաջարկի։ Մի 2 տարից արդեն են մարդը մահանալու է։ Ինչ պետք է ղեկավարի չես հասկանում։ Քաղաքական մեծ ֆոկուսնիկ է, ինքը աճպարար, հասկանում ես։ Ինքը ստենդ է պատերազմը հրահարում։ Մեկ էլ միջամտում իր հարած պատերազմը խաղաղության վերածում։ Անմտնում խաղաղասեր եմ, դեմոկրատ եմ, եմ, հասկանում ես։ Մենք չպետք է տրվենք այդ քանդերբազություններին քաղաքական։ Նմանս նմանին է գտնում։ Ինչի Թրամփը գտավ ստե, Թրամփը գտնում է Զելենսկուն, Թրամփը գտնում է, չգիտեմ, Մոլդովայում, հասկանում ես։ Նմանը նմանին է գտնում, ցավոտնան է։ Որպեսզի իր աջերերում նրանք լողան։ Առավել եւս որ այդ երկրներում խնդիրներ կան, խնդիրներ կան, հասկանում ես։ Առավել եւս որ հենց արեմացան որոշ ուրեմն լեկտի ու խոտոր կառույցների շնորհիվ են դրանք եկել իշխանության։ Հիմա պիտի նպաստեն դրանց իշխանության չնպաստեն։ Այդ ցավը դրա մեջ է։